մեր լրագրողներից շատերը իրենց vox pop-երի ընթացքում արձանագրում են, որ մարդկանց մոտ հուսահատությունը հասել է այն աստիճանի, որ շատերը մտածում են, որ ինչքան էլ ընդդիմությունը խոսի, ինչքան էլ ակտիվ լինի, ինչ էլ անի, այդ թվում իհարկե նաև դուք որպես խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության քաղաքական թիմի ղեկավար, ոչ ոք իրականում չի ցանկանում ստանձնել իրական պատասխանատվություն եւ երկրի ղեկը վերցնել իր ձեռքը։ Չնայած դուք քաղաքական գործընթացների մեջ մնալով ըստ ձեզ տալիս եք սպառիչ պատասխան այս հարցին, որ եթե ես կամ, ուրեմն ես ուզում եմ վերցնել, բայց պետք է խնդրեմ, որ մի հատ այոյով ու ոչով սպառիչ պատասխան տաք, դուք պատրաստ եք վերցնել, թե չէ։ Եվ եթե պատրաստ եք, ապա ենթադրենք 26 ընտրություններով երկրի ղեկը անցնում է ձեր ձեռքը։ Ինչպես եք պատկերացնում ոլորտային, կուզեմ, որ ոլորտներով անցնեք լուծումները այն անլուծելի թվացող հարցերի, սկսած խաղաղության բանակցություններ, անվտանգային մարտահրավերներ, սահմանազատում, ինչ ելքեր եք տեսնում Արցախի հարցում, ինչպես եք պատկերացնում Չէ, ուզում եմ բանալի լուծումներ ունեք ամեն ոլորտին գոնե, թե չէ, թե գուցե օրինակ Արցախի հարցը էլ չեք տեսնում ոչ մի լուծում։ Դուք ձեր շփման մատերեսի, եթե մեկի հետ ինչ-որ մի հարցի շուրջ խոսում եք կամ ինչ-որ մեկի հետ ուզում եք գործ բռնել, առաջ երթին sense նայում եք, ասում եք, իսկ այս մարդը այդ շնորհք ունի, թե չէ, ի վիճակի է ասանել, թե չէ, երևի այդպես է, չէ։ Ես կարծում եմ, sense ենք կփորձել։ Հիմա անցնենք իմ անցյալը, իմ ասած կոպիտ ասած այդ background կոչեցյալ։ Ես Ղարաբաղում առաջի դեմք եմ դարել, երբ Ղարաբաղի 50%-ը փորձված էր, ավելի քան 50%։ Հույս չկար մարդկանց մոտ։ Ես ստանձնել եմ պատասխանատվությունը, պետական պաշտպանության կոմիտեը ստեղծվել, ղեկավարն եմ եղել եւ իմ առաջարկով այդ վիճակից հանել եմ հաղթանակով ավարտել։ Եթե ասեմ, որ ես ամբողջ էսենց ըստ քայլերի ունեի, թե ինչ պիտի անեմ, չէ։ Ասենց բազային մի քանի քայլ կար, որ գիտեի, որ պետք է ամբողջ ժողովրդի մոբիլիզացնես, պետք է հստակ խնդիրը դնես, պետք է արդյունավետ կառավարես, պետք է մարդիկ պատասխանատու լինեն ամեն իրենց քայլի համար։ Արել ենք, հաջողվել ենք, ավելի կազմակերպված ենք եղել, քան Ադրբեջանը եւ հաջողվել ենք։ Երբ որ եկել եմ Հայաստան, ոնց հրավիրել է Տեր-Պետրոսյան 97 թվականին։ Դուք երևի չեք հիշում, տարիքի առումով վիճակը խայտառակ էր։ 9-10 ամսվա աշխատավարձի թոշակների պարտքեր, թոշակների նույնիսկ մի տարի էր։ Հիմա մի քանի ամսում ոչ միայն պարտքերը փակեցի, դրանից հետո 10 տարի ես եղել եմ նախագահ, վարչապետ ժամանակ արդեն այդ հարցը լուծեցի։ Մեկ օրով ֆինանսավորում չի ուշացել, ոչ աշխատավարձ, ոչ թոշակի, ոչ մի բան։ Այդ կարգապահությունը եղել է։ Հիմա իմ կոպիտ ասած անցյալը հուշում է, որ ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել, ինչ որ հաջողության հասնել։ Հիմա եթե մի ուրիշ մարդ կա, ով նման բան ունի, նման կենսագրություն ունի, ես գնամ այդ մարդու համար, ես ինքս կվերք։ Ես ուրախ կլինեմ իմ ազատ կյանքով ապրելու։ Հիմա ես ասում եմ, ես այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել։ Չեք ուզում հարցերը լուծվի, գնացեք, ուզում եք քվերքեք, ուզում եք հարցերը լուծվի, քվերքեք։ Սենց ալի։ Ու ես ինքնաբան մարդ եմ։ Սա այն դեպքը չի, որ ինձ դա պետք է ինչ-որ բանի համար։ Ոչինչ բանի համար։ Ինձ համար սա այսօր հակառակը ծանր բեռ է լինելու։ Հիմա գիտեմ ոնց պետք է անել, թե ոչ։ Ընդհանուր այո, որ ասեմ ամեն մի կետերով, ծրագրերով, իհարկե չէ։ Դրա համար թիմ պիտի հավաքես, որոնք մասնագիտորեն բացի ես մսոբ ճաշեպելը, նաև ամեն մեկը իր մասնագիտությունն է, մասնագիտությանն է տիրապետում եւ այդ թիմը պետք է վստահես։ Հիմա լավ, ես միգուցե ավարտեմ այսպիսի մի բանով, մի միտք ասեմ, ես չեմ այդ մտքի եղանակը, վերջում կասեմ, ո՞վ է այդ մտքի եղանակը։ Ընդհանրապես կա այսպիսի մոտեցում, որ երբ տգետը դառնում է առաջի դեմք, թակավոր ալնում, թե ինչ ալնում, որպես կանոն ինքը իր
թիմակիցներին իր պատասխանատու անձանց հավաքում այնպիսի մարդկանց, որոնք իրենից ավելի տգետ էր, որ իրենց ֆոնի վրա ինքը ինձ ավելի բաներ եղարել, ինքը հանճարի գոնե հանճարի մոտ ինչ որ բան տպավորություն թողել։ Նրանք ամեն մեկը, քանի որ այդ տեսակի մարդիկ են ընտրում են եւս այդ կարգի մարդիկ իրենց ներքևում եւ ամբողջ պետական բուրգը դեգրադացվում է։ Դեգրադացիայի ընթարկում։ Մենք ունենք այս պատկերը։ Հիմա այն ինչ նկարագրում են, նկարագրվել է Մակիավելիի կողմից 15-րդ դարում։ Ուղղակի մարդիկ թողեցնեն այդ պրինց իր աշխատանքը կարդա։ Սա հայտնի բան է։ Եվ դրանից հետո բազմաթիվ անգամ տարբեր ձևով հաստատվում էր սա։ Մենք մեր ամենից մեծ խնդրեմը Հայաստանում կառավարման խնդրեմ է։ Այդ պատասխան այդ հիմնական հարցը։ Կառավարման խնդրեմ է, մարդիկ չգիտեն, sense փորձ ունեն։ Այդ բան կարը էլեկտրիկը բանից չի հասկանում, փորձ ունա, էլի, որտեղ հոսանք խփում է, ասում օքեյ, շեստե վտանգավոր է։ Ռուսերեն ասում են մեթոդն ֆտիկա, բան աստուգում էլի։ Հիմա այս վիճակում ենք մենք։ Բայց այս սա բերում է նրան, որ մեր ամբողջ ժողովուրդը բան անում, այս փորձերի համար sense կրոնիկա դառել։ Ձեր փորձից երկու ֆորս մաժոր ներկայացրեցիք։ Եթե հաջողվենք, ուրեմն կարամ երրորդ ֆորս մաժորը հանեմ։ Իսկ ինչ մասշտաբի ֆորս մաժոր է այս մեկը համեմատած նախորդ երկուսների հետ։ Ավելի ծանր, բայց նաև իմ փորձն ավելի շատ։ Հակակշռում է։ Ֆորս մաժորների հաշտարման փորձն ավելի շատ։ Հիմա էս է վիճակը։